Եվ ընդհակառակը կառավարությունից այսօր վերջին 7 ամիսների միտում է նկատվում հոսք դեպի մասնավոր հատված։ Ինչու՞։ Որտեւ այսօր մենք ասում ենք պարգևավճարներ, ճիշտ ենք ասում։ Բայց այդ պարգևավճարները հրապարակային թափանցիկ ստացած մարդիկ տարի ու կես առաջ ծրարով փող են ստացել։ Ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնների հետ համատեղել։ Իսկ այսօր այդ ամեն ինչը չկա։ Եվ այդ մարդը նայում ասում է, ես 150,000 դրամ աշխատավարձով ինչի մնամ այստեղ, այնա 800։ Ես կառավարության աշխատակազմից արդեն կոնկրետ մի քանի դեպք կա։ Մարդիկ գնում են մասնավոր հաշտվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400,000 դրամով, իրենք ասում են, մեզ 1,200,000 դրամով հենց հիմա առաջարկում են, ինչի մնանք։ Ասենք ով է որ կմնա այնտեղ աշխատելու։ Եվ այստեղ ես շատ ճիշտ եմ համարում եւ շատ ամենադրական բանը վերջին շրջանում համարում եմ, որ այս ամեն ինչի վերաբերյալ ասես բուրըն հանրային բանավեճ է տեղի ունենում։ Դա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում։ Շատ ճիշտ է ասում է ոնց պետական պաշտոնյայի աշխատավարձը պիտի բարձր լինի, բայց թոշակառուն։ Շատ ճիշտ է հնչում։ Բայց հարց իսկ արդյոք երբ որ պետական այն պաշտոնյան, որը պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, ինքը բավարար չափով գոնե իր տեսակետից կամ ինչ-որ տրամաբանական բավարար չափով չվարձատրվեց, արդյոք նա կարողանալու արդյունավետ գործել թոշակառուի թոշակը բարձրացնելու ուղիների վերաբերյալ։ Կամ այսօր ընդհանուր առմամբ շատ է խոսվում եւ արդարացիա խոսվում, ինչ խոսվում է արդարացիա խոսվում, շատ է խոսվում նաև պետեկամուտների կոմիտեի պարգևատրումների չափերի վերաբերյալ։ Եվ այո, շատ բան ճիշտ է ասվում, եւ ես ասել եմ արդեն, որ 2019 թվականին նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը մենք ուղիղ 50%-ով կրճատել ենք։ Եվ ելի ուզում եմ ասել, խնդրում եմ հաշվի առնեք, որ խոսում ենք միշտ այս թեմաների մասին խոսելիս, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել, միշտ։ Եվ հիմա այս վեճի միջայլոց սկսվել է մայիսից։ Իմ եւ համակարգի միջև սկսվել է մայիսից։ Եվ ամենակարևորը հազանգը, որ ես լսում եմ նման գործողությունների արդյունքում, հետևյալն է։ Իսկ արդյոք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն, այդ թվում թոշակների, թոշակառուները վճարելու։ Բայց չէ՞ որ ասում են, որ 90% այդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են։ Եվ մենք գալիս ենք եւ առաջին գործով նրանց եկամուտները բաները, վարձատրությունը 50, 60, 70%-ով կրճատում ենք։ Այդ մարդը նույն ձևի առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձը իջեցնում ենք, ասում ենք գնա հարկեր հավաքի։ Ասում եմ չեմ հավաքում։ Ընդհակառակը չեմ հավաքի հարկեր, որ ձեզ հեղափոխական կառավարությունը մորուքավորների չկարենա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարենա թոշակ վճարի, չկարենա աշխատավարձ վճարի, որ բունտ լինի։ Իմիջիայլոց հակահեղափոխություն, որ ասում են, այդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի։ 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը, եւ սա ասում եմ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք համենայն դեպս ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից։ Ամենաառաջին խնդիրը եղել այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն։ Որտեղ այդ համակարգում 90%-ով իրենց պատկերացման եղել են իրենց մարդիկ։ Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է։ Այո, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, վատ էին դժգոհին, բայց գոնե թոշակ էին ստանում։ Ցածր, բայց ստանում են, գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում են։ Պատկերացրեք, այս 7 ամսվա ընթացքում մեկ է պարզվել, որ բյուջեն չի հավաքագրվել եւ հնարավոր չի թոշակ տալ։ Կարող էր լինել այդպիսի սցենար։ Իհարկե կարող էր։ Աշխատում էին ոմանք, որպեսզի այդպիսի սցենար լինի։ Իհարկե աշխատում էին։ Բայց էլ եմ ասում, հələ չնայած հանկարծ քաղաքական այլ ենթատեքստ չտակ։
Բայց եկեք գնանք մի հատ ուշադիր հետազոտենք, թե հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները հավաքել է որտեղ։ Այն տեղերում, որտեղ կա պետական պաշտոնյաների, այս պահին որոշ համակարգերում գործող պետական պաշտոնյաների որոշակի համակենտրոնացում։ Ահա այդ տեղերում հանրապետական կուսակցությունը ամենաշատը հավաքել։ Եվ եթե ուզում եք իմանալ, երբ որ մեր կառավարությանը շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար, կառավարությունում այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված ա եղել ինչ որ առումով փրկագին վճարել, որպեսզի այս դրսևորումները կարողանա եւ հնարավորություն ունենա կառավարել, որտեւ եթե թոշակառ ունես 7 ամսվա ընթացքում 10 ամսվա ընթացքում թոշակ չստանալ, իրան չէր հետաքրքրի, որ ես գայի այստեղից ասեի, վայ, գիտեք, քանի որ այստեղ սենց համակարգեր ա գործում, այ մութ ուժերը այնպես արեցին, որ դուք չկա, մենք չկարողացանք եկամուտները հավաքագրենք, այ դրա համար սիրելի թոշակառուներ դուխով, դրա համար թոշակ չեք ստացել։